Այս շրջանում ռուսական կայսրությունը իրեն հստակ դիրքավորում է իբրև հակաթուրքական պետություն։ Օրինակ, Եկատերինա II կայսրուհին շրջանառության մեջ է բերում այն տեսությունը, վերադարձնում է քաղաքական օրակարգ այն տեսությունը, որ փաստորեն ռուսական կայսրությունը բյուզանդական ժառանգությանը պետք է տեր կանգնի եւ բոլոր նրա կողմից միացվող տարածքները ժամանակին բյուզանդական ենթակայության տակ են իբրև եղել եւ պետք է հիմա նորից այդտեղ այդ ուղղափառ ժառանգությունը հաստատվի։ Պատահական չէ, որ Եկատերինա II-ը Օսմանյան կայսրության դեմ պատերազմներում ձեռք բերված տարածքներում հիմնադրում էր քաղաքներ, որոնց տալիս էր սովորաբար կեղծ հունական վերջավորություններ, այսինքն փորձում էր հունականություն հաղորդել տրվող տեղանուններին։ Ամեն ինչ սկսվեց Ստավրոպոլ քաղաքի հիմնադրումից, որ Կովկասում պետք է դառնար ռուսական փաստորեն ազդեցության, այսպես սահմանը եւ այդ ամրոցից պետք է հետագա բոլոր արշավանքներն արվեին օրինակ դեպի հարավ, դեպի ժամանակակից փաստորեն Վրաստանի եւ մեր տարածքները, այս երկու հանրապետությունների ժամանակակից տարածքները եւ նաեւ այդտեղից դեպի Մերձ-Սևծովյան ավազան արշավանքները։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։